Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը 2025-ն ամփոփում է այս անգամ ֆեդերացիաների նախագահների հետ։ Նրանց շնորհիվ կառույցի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձան, հաղթանակները ավելի շատ։ Ընդհանուր 159 մեդալ, որից 57-ը ամենաբարձր հարգի։ Տարվա ընթացքում նաև մասշտաբային միջոցառումներ էին։ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված փառատոն, եվրոպական եւ համաշխարհային ստուգատեսներ ու նոր մարզադպրոցների բացում։ Քանի որ քննարկումները շատ մեծ են լինում Հովհաննես Ծառուկյանի հետ, բավականին շատ ծրագրեր դեր արժևում են, մենք կյանքի ենք կոչելու արդեն 2026 թվականին։ Ես համարում եմ, որ 25 թվականի մեր կատարած եւ մեր արժեվ դրված բոլոր աշխատանքները կատարել ենք պատվով եւ օրակարգում եւ օրացիայում պլանում ինչ գրվել էր փաստաթղթերի վրա, մենք դա կատարեցինք ձեր հետ միասին։ Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ձեզ ապարգևատրել այսօր, քանի որ ձեր դերը շատ մեծ է մարտարվեստների բարգավաճման մեջ։ Նրա համար, որովհետեւ ձեր որոշումներով կարող է խթան լինել զարգացմանը մարտարվեստների եւ նույնպես կարող է խանգարող լինել մարտարվեստների զարգացմանը, բայց այս տարի մենք մեծ գործ արեցինք միասին ու բոլորդ այստեղ նստած ամեն ինչ արեցիք, որ մարտարվեստները զարգանան։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը 2025-ին համալրվեց եւս 9 ֆեդերացիայով։ Այսօր կառույցին անդամակցում է 19 ֆեդերացիա։ Ոչ միայն տարին ամփոփելու, այլև միմյանց արժևորելու օր է օլիմպիադանում։ Սա բոլոր ֆեդերացիաների նախագահների կողմից այս նվերը հանձնում ենք ձեզ։ Անկում գիշերներ եք անցկացնում, որպեսզի ոչ օլիմպիական մարզաձևերը ունենան այն արդյունքը, ինչ որ մենք ունեցանք այս տարի։ Մենք մեր այս միասնությունով շատ մեծ օրինակ ենք ծառայել հանրությանը, թե ոնց կարելի է միավորվել մի կարևորագույն գաղափարի շուրջ։ Մենք իրականում ուժեղացնում ենք մեր բանակը, որովհետև հետո գործուղում ենք այդ բանակ մեր մոտ կրթված, ուժեղացած մասնագիտական տեսանկյունից, գաղափարական տեսանկյունից, մարդկային համար արժեքների եւ ազգային արժեքներին դավանող երիտասարդ տղաներին։ Շնորհակալություն ձեզ դրա համար։ Շատ երկար տարիներ է, որ մարտարվեստների մեջ եմ ու այսօր շատ ուրախ եմ, որ եղել է հնարավորություն, որ բոլոր այս ֆեդերացիաները կարողանան միավորվեն ու միասին կազմեն ծրագրեր, որը մեր երկրի, մեր ազգի, մեր ժողովրդի եւ ֆիզիկական կրթության եւ բարոյահոգեբանական կրթության մեջ շատ մեծ նշանակություն ունի։ 5 ֆեդերացիա Շիրակի մարզում արդեն միացել են իրար լավ արդյունքներ են տվել շնորհիվ ձեզ, ինչի համար ձեզ, որովհետև ուշադրություն ցածրեցիք այդ ոչ օլիմպիական մարզարվեստներին եւ սկսեցին ավելի շատ մարզիկները ավելի շատ արդյունքներ տալ։ Մեծ ցանկություն կա, որ բոլորս հավաքվենք բնության գրկում, որովհետև մենք առաջնային դեր ենք, առաջնային կարևորություն եմ տվել ճամբարներին։ Եթե հնարավոր կլինի միասին, ես շատ ուրախ կլինեմ բոլորիդ տեսնել, որովհետև բնության հետ ներդաշնակ ապրելու երեխաներին դաստիարակել շատ մեծ կարևորություն կլինի։ Քանի որ մեր ազգը փոքր է եւ այսպիսի միություններով մենք կարող ենք ավելի հզոր դառնանք եւ եկան պայքարենք վատի, չարի ու մնացածի դեմ։ Մենք չենք կարող հասնել որևէ արդյունքի, եթե չլիներ միասնությունը, եթե չլիներ մեկը մյուսի կողքին կանգնելու պատրաստակամությունը, աջակցությունը, անշահախնդրորեն, անաչառորեն եւ առանց անձնական շահին նայելու, այլ նայելով ընդհանուր բարիքին, ով ինչ կարող է անել, որ ընդհանուր մարտարվեստը զարգանա։ Եվ մենք արեցինք ամեն բան ու անելու ենք ամեն բան։ Շնորհակալ եմ։ 2026-ը ոչ օլիմպիական մարզաձևերի միության համար ավելի հագեցած է լինելու։ Ֆեդերացիաներն արդեն ներկայացրել են նոր մրցաշրջանի օրացուցային պլանը։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։